Դանդաղ ծխում են ու Բարաշենը Հայաստանի ամենամեծ աղբավայրում կրկին հրդեհ է արդեն 2 օր։ Չնայած հրշեջները կանխել են կրակի տարածումը, բայց օջախներ դեռ կան։ Գորշքուլաները քամին քշում տանում է մայրաքաղաքի տարբեր հատվածներ։ Գարշահոտության առաջին ալիքը հարվածում է հարակից թաղամասին։ Բրանխյալ ասմայով հիվանդ եմ, որ այդ օդը շնչում եմ, ահա որ վատանում եմ։ Արդեն կանչ եմ անում, տենց էլի։ Աղբը ինքը իրանով ունի որոշակի արժեք։ Քաղաքապետի ասած արժեք ունեցող աղբը հրոճարակ է դառնում պարբերաբար։ Հուլիսին օրինակ կրակը ավելի մեծ տարածքներ էր կլանել։ Մարելու համար պահանջվեց 2 օր։ Քաղաքային իշխանությունը ասում է, որ Նուբարաշենի հարցը լուծելու համար քննարկում եւ դիտարկում են մի քանի տարբերակ՝ վերամշակման գործարան, կոնսերվացում, նոր աղբավայր եւ այլն, բայց անունը կա, օմանում չկա։ Որ անտանելի հոտն ու մուրը չհասնեն Քիմքին, Նուբարաշենում դուռ լուսամուտ փակ են պահում անգամ ամռան տապին։ Բնակիչներից շատերը արդեն քրոնիկ հազ ունեն, բախվել են առողջական այլ խնդիրների։ Այրվելուց հետո այդքան քիմիական նյութեր, ծանր մետաղներ, ամեն ինչը նստում է հողի վրա, ի վերջո ամբողջ բնությունն է փչանում, ոչ միայն մարդկանց առողջությունը։ Քանի տարի առաջ ինչ որ ճապոնացիները գործարան պիտի սարքեին, չգիտեմ, վերամշակեին եւ այլն, եւ ոչ մի բան։ Ուժելի դժվար է մի քիչ կողքի վրա տանեն, ուրիշ տեղ տանեն։ Ուրիշ երկրներում խելամիտ մոտեցման դեպքում այդ հարստություն են սարքում, մենք էլ կարող ենք էլ այդ օրինակին հետևենք։ Թունավորվում ենք, սաղս ալերգիա, չգիտեմ ինչ, ես չեմ հասկանում, вообще երբ կվերանա։ Էսի քաղաք է կոչվում, քաղաքի տարածքում պետք է զիբիլանոց լինի, քիչ տեղ կա, որ զիբիլ տանեն թափեն։ Տարեկան 300 տոննա թափոն։ Նախորդ դարի կեսերին շահագործման հանձնված աղբավայրը ամենամեծն է Հայաստանում, ավելի քան 52 հեկտար, մոտ 72 ֆուտբոլի դաշտի չափ։ Նուբարաշենը միջազգային որևէ չափանիշի չի համապատասխանում, աղբը չի տեսակավորվում։ Վերջին հանգրվան է վտանգավոր իրերի, օրինակ մարտկոցների համար։ Մասնագետները ասում են, թափոնների այրումից արտանետվող ծանր մետաղներն ու գազերը սրտանոթային ու քաղցկեղային հիվանդությունների առաջացման պատճառ են։ Թերայրված կամ այրված պլաստմասաները արտանետում են հատկապես թունավոր գազեր ու քաղցկեղածին նյութեր, իսկ պոլիէթիլենի այրումից արտանետվող վնասակար տարրերը կարող են մնալ նույնիսկ հրդեհի ծխի ու հոտի ցրվելուց հետո։ Հրդեհից հետո մոխիրից բացի առաջանում են դիօքսիններ, ծանր մետաղներ ու վնասակար այլ նյութեր, որ նստելով գետնին աղտոտում են հողը, ստորգետնյա ջրերն ու հետևաբար շրջակա միջավայրի կենդանի օրգանիզմներն ու դրանց համապատասխան սննդային շղթաները։ Քաղաքապետարանը Նուբարաշենի հարցը լուծել խոստանում է, երբ պատահի, սահմանափակվում կրակը հողով հանգցնելով ու սոսկ թաղելով թափոնները։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։